Բարելույս, շատ սիրելի բարեկամներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես էլ եմ լավ, ես կասեի շատ լավ եմ, ես սիրում փունջն եմ նվեր ստացել Աշոտից, հիմա բացեմ մի հատ ջրի մեջ տնեմ, իհարկե Աշոտը միշտ սիրում է ծաղիկներ նվիրել, ես շատ սիրում եմ ծաղիկներ ու սիրով ընդունում եմ միշտ, բայց այսօր առանձնահատուկ օր է, այսօր իմ ծննդյան օրն է, ու իմ ամուսնյակը այս սիրուն ծաղկի փունջն է գնել ինձ համար, դուպես բացեմ լցնեմ, ջրի մեջ որ երկար մնա, երկար պահպանվի, Աղին օգնում է իդեպ, աղին երկար դիմանում է, պահում է, 58 տարեկան դարձա սիրելիներս, ես այդպիսի կոմպլեքսներ չունեմ, որ տարիքը թաքցնեմ կամ բան, 58 տարեկան դարձա, բայց զուտ թվերով, ես ինձ ընդհանրապես չեմ զգում 58 տարեկան, որ մտածում մի 2 տարուց 60 եմ դառնալու, մտածում մի բան են չի, որովհետև իրոք այդ ներքին կարևոր դու քեզ ոնց ես զգում, քան տարեկան ես զգում, կարևորը հոգին է, մեջ է տարիքը ընդամենը թվեր են, ընդամենը թվեր, ժողովուրդ չեմ, այնպես որ շատ ուրախ եմ, որ 58 տարեկան եմ դարձել, երևի մի փոքր արմատներից կտրեմ, թարմացնեմ, շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ես կամ, շնորհակալ եմ Աստծուն, որ ես ապրում եմ, կամ, ու 58 տարիս եմ նշում, շատ սիրուն են, գույներ Աշոտ արդեն գիտի, ինչ գույներ եմ շատ սիրում, չնայած այդպիսի ծաղիկ չկա, որ չսիրեմ, բայց մեկը ինքը այս վառ գույները շատ եմ սիրում, դաշտի ծաղիկներն եմ շատ սիրում, հատկապես մեր սարերի ծաղիկները շատ եմ սիրում, իրոք նայեմ ես կարամ կտրեմ, անձրևային եղանակա, Աշոտը ասեց, ես մարսվում էի առավոտ, Աշոտն ասեց, անձրև է, երևի չգնամ մարսվելու, ասեցի, դե ոչինչ, հետը 4 տար նստարանները, այդ մարզասարքերը կսրբես, կմարսվես, անձրևի պատճառով չես ուզում գնաս մարսվելու, հետո մինչև ես իջա տեսնեմ դուրս եկավ, ասեցի, ահա գնաց, ամեն դեպքում լսեց գնաց մարսվելու, այդպես երեխեքի հետ էի խոսում, հեռախոսում եկել տեսնեմ, եկավ, ձեռքը այսպես հետևը պահած ու հաց է գնացել առել, ասում է հաց չկար, գնացի հաց առա, եկել ծաղիկները հանեց, նվիրեց, անակնկալ արեց, ամեն տարի անում է իհարկե ու շատ ուրախացա։ Այս ծաղկաման ասում եմ ու չեմ նայում, ակցիոնում օրանում եմ նայում, մի քիչ սրանից ավելի փոքր է, իմը Քսենյան անզգուշաբար կոտրել է ու պետք է նայում առնեմ ու չեմ նայել։ Այսինքն ոչ թե չեմ նայել, մոռանում եմ։ Երեկ էլ էինք ակցիոն գնացել, բայց ոչ էլ հիշում էի, որ նայեի։ Ես չգիտեմ ինչ նշանակություն ունի, որ այսպես թեքությամբ ենք գտնում, բայց երևի ինչ-որ իմաստ ունի ամեն դեպքում էլի, պետք է նայել։ Սիրուն են, չէ՞։ Շատ սիրուն են, շատ գեղեցկություն ուղղակի։ Ինչ է մեր պլանները այսօր, Աշոտն ասում է գնանք ռեստորան, հիմա տեսնենք, չգիտեմ մի ձևի ոնց որ ասեմ, նախնում օրինակ ես ոնց որ չսիրեի իմ ծննդյան օրը, ու չի ուզում որ հիշեն կամ շնորհավորեն, բայց հիմա չէ, հիմա որ հիշեն շնորհավորեն այդ էական չի իմ համար, որովհետև իմ համար էական է, որ իմ սիրելիները միշտ հիշում են, էդ է կարևորը, բայց հիմա ես սիրում եմ իմ ծննդյան օրը, այդ երևի նրանց է, որ նախկինում երևի ես ինքս ինձ չեմ սիրել, ու հիմա երևի չէ, ես հիմա ինքս ինձ սիրում եմ, երևի դրա համար էլ ծննդյանս օրը սիրում եմ, պետք է սիրել ծննդյան օրը,
պետք է սիրել ու նայեք ինչքան սիրուն են, գեղեցկություն ուղղակի։ Ես էսպես վաքեմ, մի հատ սուրճ արդեն խմել եմ, հիմա երկրորդը չեմ խմելու, մի հատ էլ ճաշից հետո կխմեմ։ Ցույց տամ, թե երեխեքը ինչ են նվիրել։ Երեխեքս նվիրել են այն, ինչ որից խիստ անհրաժեշտ էր ու շատ ուզում էի։ Հեռախոս։ Ուզում էի առնել հեռախոս ու դեռ չէի առել, ու իմ երեխեքը ինձ նվիրել են մի նոր սիրուն հեռախոս։ Ասեմ, որ ինչ է անունը, iPhone չի, որովհետև ես չեմ սիրում։ Ես երևի իմ խելքը չի ասում դրանից, բայց ես չեմ սիրում, ժողովուրդ ջան։ Ես շատ սիրում եմ Samsung, բայց իմ երեխեքը նայել են այնպիսի հեռախոս, որ կամերան շատ լավ է լինի ու պատկերացրեք ոչ մի բանով չի տարբերվում Samsung-ից, հիմա ես ամբողջությամբ չեմ նայել, բայց ուղղակի բացել եմ, այնքան էլ հիմա ես չգիտեի, որ այդ ձևով է լինում, որ միանգամից երբ որ միացրինք նոր հեռախոսը, աղջկաս օգնությամբ, QR կոդ բերեց վրան, իմ հեռախոսը, այս ինչով որ հիմա ես նկարում եմ, այդ հեռախոսով այդ QR կոդը սկան արեցինք ու այդ հին հեռախոսից ամբողջ տվյալները ինքը ավտոմատ փոխանցեց այս նոր հեռախոսի վրա։ Ես գիտեի առաջվա նման պետք է մենք ամեն ինչ նորից տեղափոխենք սրա վրա։ Ամեն ինչ, բոլոր ափերով, բաներով տեղափոխեց սրա վրա։ Հիմա իհարկե սրանով է արդեն կարողանում եմ նորմալ օգտագործել, բայց չեմ ուզում հենց այսպես, ուզում եմ մի հատ նայեմ բան առնեմ իր համար, որ պաշտպանեմ, չվնասվի։ Իմ համար էլ ցենց հարմար չի, կոմֆորտ չի, որ ինչ որ բազյանի բանի մեջ դրած չի, էլի։ Մի հատ կուզենամ ինչ որ պաշտպանող բանի մեջ դրվի, այնպես որ առայժմ ես գեղեցկուհուն կդնեմ, ես շատ ուրախացա, շատ հուզվեցի, ասում եմ, ինչ գիտեի, որից պետք է, բայց գիտեին, ոնց չգիտեին, ապրեն իմ երեխեքը, որ այդքան ուշադիր են ու այդքան գնահատում են։ Էդ էլ մի երջանկություն է, ժողովուրդ ջան, այսինքն ինչ որ տալիս ես ստանում ես երեխեքից, դա իրոք մեծ երջանկություն է, որտեղ երբեմն այդպես չի լինում կյանքում, բայց փառք Աստծո, շնորհակալ եմ Աստծուն, որ իմ պարագայում ինչ որ տալիս եմ իմ երեխեքին, այդ սերը, ջերմությունը, ուշադրությունը նույնն էլ ես եմ ստանում։ Մի հատ սուրճ եմ խմել։ Երեք չկարողացա էլ նկարեմ, ես արդեն ոնց հասկացա, հաջորդ տուրն եմ նկարում։ Գիտեմ, որ կշնորհավորեք ծննդյան սորվա արդիվ, նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ։ Հատ բաժակ դնեմ։ Ես սիրուն բաժակով խմեմ այսօր սուրճս։ Ինչ արեցինք երբ։ Սովորական անցկացրինք, ոչ մի բան էլ չարեցինք։ Մենք որոշեցինք գնանք, այսինքն շուտ առաջարկեց, ասեց գնանք վրացական ռեստորան։ Այս քաղաքում չէր, պետք է գնայինք ուրիշ քաղաք։ Հետո պատրաստվեցինք, որ գնանք ժամը 1-ի կողմերը, ասեցի սպասի մի հատ նայեմ, տեսնեմ վեբկայք կունենան էլի, մի հատ նայեմ, հանկարծ փակ չլինի կամ բան, դե ռեստորանների իրիկուններն են աշխատում։ Լավ էր նայեցի, լավ էր մի փոս անցավ, նայեցի, ժամը 3-ից հետո էր աշխատում։ Հիմա պետք է ոնց որ պլանավորած էր նենց, որ 1-ին պետք է դուրս գայինք, արդեն պատրաստվել էինք, ասեցի լավ, ուրեմն հիմա ինչ պետք է անենք, հուսով չենք նստելու։ Հաց կերանք, չգնացինք կարճ ասած, ոնց որ իմ մտքին այդքան չկար, ամենաշուտն ասեց, ասում ես լավ, կիրակի օրը գնանք, ասի չէ, լավ, եթե այսօր չենք գնում, ուրեմն չգնա։ Ընդ որում ուզում էինք գնանք վրացական խինգալի ուտելու։ Հետո խանութ գնացինք, ասի դե բեր մի սար, ես կսարքեմ այդ խինգալն, իհարկե ռեստորանում ուտելը իսկական վրացական ուրիշ է, այդ մի օր ուրիշ օր կգնանք։ Սուրճս վերցնեմ, մի ուրիշ օր արդեն կգնանք, նախապես եթե նայած լինեի ժամը, այդ ձևով կպլանավորեինք օրը, բայց չի նայել, իմ սխալներ։ Ծննդյան օրը սովորական այդպես անցկացրել ենք, որևէ բան չենք արել,
Դե ռեստորանը որ դուրս եկավ մեջից արդեն սովորականի նման գնացինք մեր գործերով, գնացինք խանութներ, մի սպան առանք, հետո նորից գնացինք Սիենա, էլի այնտեղից մի քանի բան էլ առա նվերի համար, հետո եկել ենք տուն այդպես սովորական ու իրեկունա աղջիկս Անակ ընկալ տորտ բերեց, մոմեր դրեց, փչեցի, ընդ որում խանութում ասեց այդ ժամին ուշեր արդեն ասեց այնպես առանձնահատուկ ընտրություն էլ չկար, մի քիչ ոնց որ մանկական, բայց շատ սիրուն տորտ էր։ Սուրճս խմեմ, Աշոտը դուրս է եկել գա, հյուր ենք գնալու, պատրաստվենք հյուր գնալու, ժամը 2-ից հետո պետքա գնանք, այնպես որ հիմա ժամանակ ունեմ, մի բան սարքեմ ուտելու համար, ճաշ պատրաստեմ ու ուզում եմ խինկալի սարքեմ, բայց այդ հիմա սարքելու չի, հիմա ավելի հարմար հեշտ բան կսարքեմ, որ արագ լինի, սուրճ խմեմ։ Իդեպ բանում աշխատում էի մեր հոմ բաժնում, որտեղ որ տան աքսեսուարներն են, այնքան սիրուն բաժակ կար, նախ Զատիկի համար արդեն սիրուն ամանեղեն կային, շատ սիրուն էին, բայց գները լավ բարձր էին։ Մի հատ սիրուն սուրճի բաժակ կար, շատ սիրուն էր, բաց կապույտ երանգի ու մանր նապաստակներ էին վրան, շատ սիրուն էր, բայց Են էլ նապաստակներին թե ինչ էր, վերջ Զատիկը ինչ-որ բան էր տիպիկ, դեստեղ Զատիկը նապաստակի հետ են ասոցացնում, չէ, Են էլ այնքան փոքր էր, որ ասի իմաստ չունի, իդեպ այդ տիպի մի բաժակ մենք ունենք, հիմա ցույց տամ։ Այս բաժակի նման բաժակի, ուղղակի նրա վրա ինչ-որ բաներ էր նկարած, ես էլ շատ սիրուն բաժակ է, շատ եմ հավանում, բայց փոքր է, սուրճի համար փոքր է, ասի դրա համար լավ դե մի հատ արդեն ունենք։ Ինչ որ շատ սիրուն բաներ կային, գները բավականին բարձր են, ասեմ այդ ամանեղենի մեր խանութում։ Առնում են, բայց մարդիկ շատ չեն առնում, որ ասեմ, բայց առնում են, համ էլ պատահում է, որ մնում է այնքան մինչև զեղչվում է, նոր առնում են։ Մի բաժակը իր ափսեի հետ 12 եվրո էր, սուրճի բաժակը իր ափսեի, սուրճի թեյի այդպես 12 եվրո, իրոք թանկ է։ Ես նկարում եմ, իդեպ նոր հեռախոսով եմ նկարում, տեսնենք ոնց է լինելու վիդեոների որակը, Աշոտը անընդհատ զանգում է, խանութ է գնացել, խանութից անընդհատ զանգում է։ Ասեցի արի իրար հետ նախաճաշենք, գնանք, ասեց բան, ախորժակ չունեմ, ընդ որում ես մարսվել էի ու արդեն ժամը 10 անց էր, նենց թուլություն էի, զգում ասի չէ, պետքա նախաճաշել, լիքը ջուր էի խմել, բայց Աշոտը գնացել մարսվել էր, ինքը այգում է գնում մարսում էլի, գնացել մարսվել եկել էր, բայց ուտել չէր ուզում, ասեց ախորժակ չունեմ։ Ասի դե թե չէ ուրեմն դու մենակ գնա խանութ, մի երկու բան էր պետք, շատ բան պետք չէր, ինքը գնաց, ասի դե ես հաց ուտեմ, մի բան կեփեմ, առիթից օգտվեցի, ասի մի քիչ էլ միացնեմ, հեռախոս միացնեմ նկարեմ, ձեզ միանամ։ Այս նոր հեռախոսը ոնց որ ասեցի, սկան արեցինք, լրիվ իր այդ տվյալները բան փոխանցեց հնից նորի վրա, բայց հիմա այստեղ իմ բանկի app բան չեմ կարող այդպես մտնեմ, նորից տալիս է հին հեռախոսի վրա։ Դրա համար բերել եմ կարտ լեզեր, այսինքն բանկի քարտ, որ կարդում է։ Մեր որ բանկերից որ օգտվում ենք, դրանց էս երկուսն էլ բերել եմ, վերևից բերել եմ ասելով վերևներ տարակում, հիմա բանկի քարտը դնելու եմ սրա մեջ ու իմ տվյալները ցույց է տալու ու դրանով ոնց որ հաստատի, որ իրոք ես եմ ուզում ապը այդ բանկի ապը իմ հեռախոսի վրա բանանը փոխեմ ես հեռախոսի վրա։ Ես բերել պատրաստել եմ, հեսա սուրճս խմեմ, էդ էլ անեմ, որ հիվանդանոցից բան էի ստացել, Աշոտի համար, ոնց որ 3 քանից պետքա վճարեի, որ գնացել ստուգվել էր, թե չեմ հիշում ինչի, հա, ստուգման համար էր, ստամոքսի կարծեմ, 3 քանից նայեմ հələ հաստատ վճարել եմ, մոռացած չնեմ, որտեղ մինչև հիմա մնացել այս ֆակտուրան, որ վճարում եմ, թափում եմ, բայց ես չեմ թափել, դրա համար մի հատ ստուգ եմ կարող, հանկարծ մոռացել չեմ վճարել։ Եթե մոռացած լինեմ, իրանք մի հատ էլ են հիշացնում։ Հարցրել եք են հագուստ բանը որտեղից էի առել, Ցեունդայից էի առել, Սիենայից, դրանք սեղճվածներն էի ես վերցրել։
վերարկունի դեպ իմ համար չէր, իմ աղջկա համար էի առել ու այդ մի հատն էր կախած։ Ես շատ հավանեցի, եթե մեծ չափսը լիներ, ես իմ համար էլ կվերցնեի, բայց չկար։ Դեպ ասեմ, եթե Instagram-ով փորձեք ինձ գրել կամ բան չպատասխանեմ, իմացեք, որ Instagram-ից չկա։ Ինձ թվաց էդ էլ է փող բան արել, տեղափոխել հին հեռախոսից նոր հեռախոսի վրա, բայց չկար։ Հետո ասեցի հələ փորձեմ հիմա այս նոր հեռախոսով մտնեմ Instagram, չկարողացա մտնել։ Պարզվում է այդ գրանցվել է, բացել եմ այն ժամանակ, երբ որ Facebook եմ ունեցել ու ուրիշ հեռախոսահամարով եմ արել, այսինքն Հայաստանում եմ արել այդ ամեն ինչը, դրա համար չկարողացա մտնեմ Instagram, այնպես որ եթե գրեք, չպատասխանեմ, իմացեք, որ Instagram չունեմ, երևի նոր էջ կբացեմ ու ձեզ կասեմ, կիմանաք, որ եթե իմ հետ ուզենաք կապի դուրս գաք, կապի մեջ մտնեք, կարողանաք ինձ գտնել։ Սնկով ծվածեղ կպատրաստեմ, մի փոքր ցիթապտղից հետ եմ լցնում, մի փոքր բանկայով սունկա, այս մի երկու րոպե տաքացնեմ, մի քիչ աղ ու սև պղպեղ կավելացնեմ, համով է լինում այս սնկով ծվածեղը։ Մինչև մի քանի րոպե կտաքանա, ես թու կոտրեմ, մի 6 հատ ու կլցնեմ այսքան սնկին։ Ձվի մեջ էլ մի փոքր աղ եմ լցրել, շատ չեմ եփելու, հիմա մի քիչ սկզբում խառնում եմ, որ ծվածեղը այդպես մեծ կտորներով չմնա։ Կափարիչը կծածկեմ մի 2 րոպե թող եփվի, այդ ընթացքում կանաչի նայեմ, ինչ կանաչի ունեմ։ Արդեն գազը անջատեմ, որ շատ չեփվի, մի քիչ, մի փոքր սենց ոնց որ թույլ ծվածեղ լինի, էլի, համեմ կար, համեմ եմ լցնում ու վերջ, այս պատրաստ է։ Ջուր եմ դրել եռա, նայեք ինչ եմ խաշելու, աղցան եմ ուզում պատրաստեմ, մենք բատատրուկ էինք ասում, չգիտեմ ձեր բարբառներով ինչ եք ասում, մի քիչ աղ լցնեմ ջրի մեջ, եռում արդեն ջուրը, այս բատատրուկի հետ ավելուկի թփեր էլ կային մի քանի, դրանք էլ հետն եմ խաշելու։ Կխաշեմ ու աղցան կպատրաստեմ, ձու չեմ լցնելու, վրան չեմ տապակելու։ Բատատրուկը պատկերացրիք երևի չէ, որ բույսն է, մեր գյուղում բատատրուկ էինք ասում, մեր գյուղում պարզ է, գիտեն ինչ է, բայց չգիտեմ ուրիշ գյուղերում, ուրիշ բարբառներով ինչ են ասում։ Ինքան էլ մեծ են, մեր մոտ լինում էր սարերում, դաշտերում, բայց ավելի փոքր են, բայց այս տեղինը շատ մեծ էր։ Այս թողնեմ մի քանի րոպե թող եփվի, ջուրը կքամեմ ու սովորական աղցան, մի քիչ ձեթ եմ լցնելու, աղ ու սև պղպեղ։ Արդեն խաշվել է, ջուրը քամեցի, սև պղպեղ կլցնեմ, աղ մի քիչ ջրի մեջ լցրել էի, բայց շատ չէի լցրել, մի քիչ էլ հիմա վրան կավելացնեմ։ Մի քիչ էլ ցիթապտղից հետ կլցնեմ ու վերջ, մի փոքր սառի, սառած ավելի համով է լինում, էլի։ Մենք Շուշանն էինք, մեկ-մեկ էսպես սարքում, աղցան էին ասում։ Աղցան էլի, իսկական աղցան, սալատ։ Ահա, մի հատ խառնեմ, վերջ, էս էլ է պատրաստ։ Տաղանդավոր նկարիչ քանդակագործ Վառնասի տանն ենք, մի քանի նկար ցույց տամ ձեզ, տեսեք ինչ հրաշալի ստեղծագործություններ են, արվեստի նմուշներ, հիացած եմ ուղղակի։
անձրևա հորդալատ։ Քանի աստիճան է։ 10-ից 10-ից, հագին բարձր է, էլի։ Առավոտից գալիս է։ Գալիս է ու կգա։ Այս շաբաթը անձրև կա, ամբողջ շաբաթը չէ։ 10-ից գալիս է։ Ես մարզը գնացի մարզը։ Գալիս է։ Գնաց, բայց նայել ես շաբաթվա եղանակի տեսությունը, թե չէ։ Շաբաթվանը չեմ նայել, բայց այսօր համերանտակ անձրև է։ Այգի գնալ չի լինի։ Բրիվ։ Իրոք չէ։ Չէ, եթե առավոտ տենց ջուր ա եղել, մի ընդհանրապես մտնել չի լինի։ Այնպես ֆուտբոլ ենք աղ։ Ես եղանակի պարապն են աղ։ Պարապն։ Բայց եթե հատուկ են անում, որ ստենք պատամա խաղի ժամանակ։ Ժամանակը որ ուժեղ անձրև է գալիս։ Հատուկ են անում։